Տիկին Ղազարյան տեղեկություններ տարածվեց, որ Նարեկ Կարապետյանի հետ կապված Ռուսաստանի Դաշնության պետական իրավաբանական անձանց պետական ռեեստրում գրանցված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության հետ կապված այդ դրվագը խմբագրվել եւ նա այժմ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անգամ հայտարարություն է արել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը, հայտարարելով, որ նա երբեք չի ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Ինչ է կարծում, ինչու է այսպես, ինչ նպատակ են հետապնդում այս վերախմբագրումները։ Շատ նախ նշեմ, որ մտածելու տեղիք է տալիս, թե Գալուզինին ինչու է հետաքրքրում Նարեկ Կարապետյանի ճակատագիրը եւ ինչու է ինքը մեկնաբանում հենց այդ հարցը։ Սա մեկ, երկրորդը եկեք տեսնենք ինչ իրադարձությունների շարունակություն էր այդ process-ը։ Նախ միջև Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացի լինելու այդ ինֆորմացիայի տարածումը մենք մի այլ ինֆորմացիայի ականատես եղանք, որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է FSB-ի աշխատակից։ Դրանից հետո տարածվեց նաև այդ լուրը, որից հետո երբ մենք փորձեցինք այն ստուգել, տեսանք, որ այդ կայքը կախում է, ուղղակի չի բացում։ Դրանից հետո վերախմբավորեցին եւ այնտեղ արդեն հանդիսանում էր միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այստեղ ակնհայտ է, որ կեղծիք է տեղի ունենում եւ փորձում են հնարավորինս փակել այն ինֆորմացիան, որ Նարեկ Կարապետյանը չի հանդիսանում այլ երկրի քաղաքացի, որովհետեւ եթե դա ապացուցվի, դա արդեն փաստաթղթավորված մենք տեսել ենք թղթերի մեջ, ինչը արդեն ապացույց է, պարզվում է, որ նա մեզ է խաբել, այսինքն մեր միգրացիայի ծառայությանը, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովին թղթերը ներկայացրեց, կեղծված թղթերը ներկայացրել, ինչը որ իրավական գնահատական պետք է ստանա, եւ ես կարծում եմ, այս process-ը մինչև վերջ կընթանա։ Իմիջայլոց նախորդ Ուղղակի զարմանում եմ, այս նման ուժերի, նման կեղծիքներով ինչ են ուզում հասնել։ Նախ հեքիաթներ էին պատմում, հիմա կեղծիքներ են ի հայտ գալիս, փաստեր են ի հայտ գալի, որ անհամատեղելի են իրանք առհասարակ Հայաստանի Հանրապետությունում որևէ պաշտոն զբաղեցնելու համար։ Բայց միևնույն է, համառորեն շարունակում են այդ կեղծիքների ֆոնի հիման վրա, ինչպես նաև ընտրակաշառքների, մասսայական ընտրակաշառքների ֆոնի վրա ինչ որ քվե ստանալ։ Ես չեմ պատկերացնում որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ նման կեղծիքներով պարուրված մարդկանց կարող է գետ մեկ քվե տալ։ Նախորդին Նարեկ Կարապետյանը, երբ ես հարց ուղղեցի նրան, հավաստիացրեց, որ կայքի խափանումներից անասանելի լինելուց տեղյակ չէ եւ այսօր արդեն վերախմբագրված տարբերակով այսպես այդ տեղեկատվությունը տրամադրվեց հանրությանը։ Այն էլ վերախմբավորված այդ օրվա ամսաթվով։ Դե ինչ կարծում եմ սրանից հետո Նարեկ Կարապետյանի որևէ խոսքի պարզապես պետք չէ հավատալ, նույնիսկ հարց էլ պետք չէ տալ, որովհետև բոլորը կեղծիք է, բոլորը սուտ է, բոլորը, այսպես ասած, ֆանտազիայի դաշտից է։ Նշեցիք նաև Սամվել Կարապետյանի հետ կապված, որպես այլ երկրի հատուկ ծառայությունների աշխատակից գործակալ։ Ինչպիսի մեկնաբանություն ունեք, ինչպիսի քաղաքական գնահատական կարող եք տալ սրան։ Գիտեք, երբ որ մենք խոսում էինք այդ մասին, Հայաստանի Հանրապետության միգուցե կային որոշ քաղաքացիներ, որոնք չէին հավատում եւ մտածում էին, որ կարող է դա մտածածին լինել, բայց այլ բան է, երբ որ խոսում ենք այդ մասին, այլ բան է, երբ որ փաստերով դա ապացուցում է։ Իսկ փաստերը ինչ եկան ապացուցելու, որ ոչ միայն Սամվել Կարապետյանը, նաև Գագիկ Ծառուկյանը, նաև Թևանյանը, ընդհանուր առմամբ բոլորն էլ այլ երկրի գործակալներ են, որոնք աշխատում են Հայաստանի Հանրապետության դեմ։